տիրոջ դատաստանը նաև պիտի նաև արդար լինի եւ անաչառ պիտի լինի։ Սա միակ դատն է, որ ոչ ոք չի կարող բողոքել, ասել, որ իմ դատը սխալ տեսար։ Այս աշխարհի բոլոր դատավորներին կարող ես կաշառել, քո դատը ինչպես ուզեն, կամ նույնիսկ հանցագործը կարող է արդարացվել, բայց այս դատաստանը, որին որ Պողոս Սարաքյանն ասում է դատաստանի օրը, հայտնվելու օրը, դա արդար ու անաչառ դատ պիտի լինի։ Ամեն մարդ պիտի ստանա այն, ինչը որ արել է, ոչ ավել, ոչ պակաս։ Ինչ որ արել ես, դա էլ պիտի ստանաս։ Դրա համար Սուրբ Գիրքն ինչ է ասում, քամի ցանողը ինչ պիտի հնձի։ Փոթորիկ, այո, քամի ցանողը փոթորիկ պիտի հնձի։ Եթե դու մի ամբողջ կյանք քամի ես ցանել, որը մի սպասիր դատաստանի ժամանակ խաղաղություն հնձել, փոթորիկ պիտի հնձես։ Եթե դու ամբողջ մի կյանք չարություն ու ատելություն ես սերմանել, սեր չես կարող ստանալ։ Եթե դու ամբողջ կյանք անարգանքով ապրել ես, պատիվ չպիտի ստանաս։ Պիտի ստանաս այն ժամանակ, երբ որ դու ապրել ես քո հավատքի կյանքը, այս բարի պատերազմը անցնելով, հավատքդ պահելով, Տիրոջը հավատարիմ լինելով, եւ քո նավը դրել ես այն նավահանգստից, որ տանում է դեպի հավիտենական կյանք, սիրելիներ։